Ընտրությունների հետ կապված հետևել եք ընտրություններին։ Դե հա, ոնց։ Ինչպիսին է անցել ձեզ։ Խախտումներով ինչպիսին։ Ու շատ խախտումներով, չափից դուրս շատ խախտումներով։ Բայց այդ խախտումների հետևից ոչ մեկ չի գնում, էլի։ Պրոբլեմը դա է։ Պրոբլեմը նա է, որ մարդիկ ձայն են տվել, ձայնը տեղ չի ասել ֆակտորս։ Եթե չլիներ ընտրախախտումներ, ինչպիսի խորհրդարան կձևավորվեր։ Вообще Հայաստանում, ընդհանրապես Հայաստանում նամանավանդ ընտրություններով բանը չի փոխվել, էլի, իշխանություն չի փոխվել։ Դրա համար մի քիչ կասկածելի է, բայց իմ կարծիքով պարտությունը միանշանակ էր, էլի։ Միանշանակ է, չնայած որ ստեղի ժողովուրդ է, չեմ հասկանում։ Պրոստը պատկերացում չունեմ, էլի, վաղը մյուս օրը այս նույն մարդիկ, որ գնացել են ընտրել են, այս ղեկավարության, էլի, այսպես ասած, კი անունը չեմ ուզում տալ։ Այդ վաղը ասելու են, այս ինչ արեցինք, էլի։ Ոնց որ այդ 18 թվին են ասում, այդ ընտրողները իրա, էլի, ասում են, այս ինչ արեցինք, նույն բանն էլ հիմա է լինելու, որովհետև այսօր 10,000 խեղճ թոշակառուներին ավելացրել են, հավատացնում եմ ձեզ, այդ շեմը բարձրացնելու են, սարքելու են 68, վերջո այդ փողը մի տեղից մտի հանեն, թե չէ։ Քյասիբի երկիր է, այսի երկիր է։ Մարդը ասում է, ես հոսանքի փողը բանը, սա ձրի կլինի, ինչ որ գումարներ կլինի, բայց այս թիվը չի լինի։ Ես չգիտեմ, 1000 բան է խոստանում, ու ինձ թվում է ճանաչելով բանի Սամվելին երևի հավատում եմ, որ կաներ։ Մարդիկ դրա վրա ուշադրություն չեն դարձնում, էլի, դարձնում են կզծնեմ, չգիտեմ ընդեղ ինչ անեմ, էլի, ասենք չեմ ուզում դաժե ասեմ, էլի։ Ձեզ ինչա ընտրող ավել շատ այդ արտահայտություններ անողին գնում ընտրում, հա, քան ենթադրենք դման խոստումներ տվողին։ Հասկացա ինչն է խնդիրը, էլի։ Ինձ թվում է գիտես տեղ ինչն է պրոբլեմը մեր ազգի մեջ է, մենտալիտետի մեջ է, էլի։ Մի քիչ տգետ են, մի քիչ, էլի։ Դե լյուբոյ ազգի մեջ էլ կա տգետ մարդիկ, շատ չեն մտածում, հմեկով ինչքան կարելի է ապրել, էլի։ Հմեկը նայում են տեն մեջ Շվեյցարիա է։ Օ, ասում են, լավ է։ Այս ինչ որ ուրիշները խոսում են, հիմարություն են խոսում, բայց փաստը մնում է փաստ, էլի, որ անգրագիտությունն է, հետո շահամոլությունն է, մարդը աշխատում է, ասենք ստանում եմ 200,000 դրամ, ասում արա դե մի բան լինի, ես աշխատանքից կհանեն, ես կանեն, են կանեն, բայց չէ որ երկրի ապագան է, քո երեխեքի ապագան է, քո թոռներիդ ապագան է, 200,000 արժի քո թոռներիդ ապագան, ես գլոբալ չեմ հասկանում այդ մարդկանց, հիմա որ դաժա բացատրել էլ չի լինում, էլի միտքը որն է այդ, ասենք այդ մարդու ասածների ինչի վրով, էլի, վաղը մյուս օրը կոնստիտուցիան է ուզում փոխի, ես չգիտեմ, ընդեղ վագոնով հարց կա, էլի, վաղը մյուս օրը հողեր ունի տալու, բան անելու, պայմանավորվածություն ունի, այդ պայմանավորվածությունները հենց այնց չի։ Միանշանակ, հետո ի՞նչ է նշանակում, մարդկանց վախացնում ես, ասում ես պատերազմ կլինի, էս կլինի, այն կլինի, արա ախպերս, արա ինչ պատերազմ, ինչ բան։ Ինչի մասին ես խոսում, բացարձակ չի կարա լինի պատերազմ, ընդհանրապես չի կարա լինի, ուզենա չի կարա լինի։ Սուվերեն տարածքի վրա հարձակվելը դա հեշտ բան չի, հետո մարդը պետք է հաշվի առնի, ախպեր, վրա տվեց, բա որ ավելի վատ բան ստացվի, ու ժողովուրդը միացավ, ինչ ես անելու արա դու, հաշվարկներ կա, բան կա, չկա, վախի մտնոլորտ սարքելու մարդը ապրում է, էլի, կիսել է, այդ Ցեզարի ասած բանն է, էլի, Բրազիլիայի վլաստվու, էլի, այդ բանով գնում են այդ մարդիկ, մինչև երբ են գնալու, բայց դատվելու են, այդպես չի կարա մնում, դատը լինելու է, հիմա երբ կլինի, ես չգիտեմ, բայց լինելու է, ես չեմ ուզում բան անեմ, սաղս էլ հայ ենք, չեմ ուզում, որ լուբոյ հայ դատվի, չեմ ուզում, բայց կային էլ պետք է, չէ, մի օր պետք է կային, ինչ է նշանակում դու խաղաղությամբ, այնտեղ բերդը թուրքական բերդերում լիքը հայեր կան, բա դրանց հարցը ոնց ալնելու։ Հայ են, արա հալա վատն են, բեր դատի արա, բեր ստեղ դատի, եթե իրանք մեղավոր են, բեր դատի, փող են կերը, բեր դատի, Քոչարյանը փողակեր է, բեր դատի արա։ 10 տարով եւ նստելու է Քոչարյանը եւ Ծառուկյանը եւ Կարապետյանը։ Ախպորպես արա տես բաներ չկա, մեռնեմ սրտի տես вообще տես բաներ չկա, ինչ դատել, ինչ մատել, всё պրծավ։
Գնալու այսա բանը դեպուտատский մանդատները վեկալելու են ու սաղ են վեկալ։ Գնալու են նստեն էնի գալու է ու մատ թափտավրեկները են։ Այդքան բան դա։ Ինչ եք կարծում, ճիշտ կանեն վերցնեն այդ մանդատները, թե ոչ ընդդիմությունը։ Միանշանակ չի կարելի վերցնել։ Միանշանակ չի կարելի վերցնել։ Այդ սուտը բաները դատախազին մենք չենք թողի ուրիշ դատախազ։ Անենց էլ դատախազ չեն կարա փոխեն։ Չեն դատավորներ, էս են, դուք գնացել եք դատավոր ու դատախազ բանանելու, ես չեմ հասկանում։ Ինչի համար։ Թող աշխարհը գոնե տենա, որ այդ լիգիտիմ ընտրություններ ա եղել։ Ինչի է կարա լիգիտիմացնում։ Միտքը ո՞րն է դրա, ես դա չեմ հասկանում, էլի։ Բայց դե մարդիկ երևի մի բան գիտեն, այսինքն մարդիկ ոչ մի բան չգիտեն։